Սթրեսի լեզուներից մեկն է նաև նվնվալը։ Գիտեք, լինում են դեպքեր, որ անձի մոտ մանկության շրջանում իրեն ուշադրություն են դարձրել միայն այն ժամանակ, երբ որ իրեն վատ է եղել, հիվանդ է եղել, ցավ է ունեցել, նվնվացել է, դժգոհել է եւ արժանացել է ուշադրության։ Եվ հասուն տարիքում էլ, կարծես, եթե մենք նորից մեր մասին խոսենք, կարծես հաճախ մենք չգիտենք ձևը, այլ կերպ ինչպես կարելի է ասել, որ մեզ լավ չէ, բացի նվնվալուց։ Մենք միայն դիմացինին մեր նվնվալով կարող ենք հայտնել, որ լավ չեմ, ես ձանձրանում եմ, քո մայրը ինձ նեղացնում է, ես ինձ միայնակ եմ զգում, հարաբերությունները սառն են, ես ինձ սիրված չեմ զգում, այսինքն այս նվնվոցները կարծես միակ հնարավորությունն է, որով մենք կարող ենք դիմացինի մոտ արժանանալ ուշադրության, նրանից ստանալ ինչ-որ գործողությունների շարք, հոգատարություն եւ եթե մեր կյանքից հանենք այդ նվնվալը, մենք այլ կերպ, ուրիշ ձև, ուրիշ ռեսուրս չունենք ուշադրության արժանանալու։ Եվ այս պարագայում էլ նորից ինչպես է մեզ ընկալում զուգընկերը մեր։ Մտածում է, որ այս անձին ոչնչով հնարավոր չէ գոհացնել, նա անվերջ դժգոհ է, ինչքան կարելի է այսպես, ինչքան կարելի է ամեն ինչից դժգոհ լինել, ինչքան կարելի է ամեն ինչից բողոքել եւ նորից կոնֆլիկտային իրավիճակներում մենք մնում ենք չհասկացված։